ողջույն շատ սիրելի հետևորդներ, այս գեղեցիկ դեկորներից ու իմ ուրախ տրամադրությունից դուք կարող եք հասկանալ, թե ինչքան շատ եմ սպասում ամանորին։ Ու այսօր ձեզ համար բերել եմ ամանորյա նախապատրաստական աշխատանքների մաս երկրորդը։ Մաս առաջինը արդեն տեղադրված է իմ էջում, կարող եք դիտել եւ մեկնաբանություններում գրեք արդյոք հավանել եք թե ոչ։ Այս վլոգի ընթացքում միասին կզարդարենք իմ ծնողների տան տոնածառը ու որոշեցի, որ կարող եմ ձեզ ինձ հետ վերցնել ու դուք էլ կդիտեք ամբողջ գործընթացը։ Քանի որ ամանորը իմ ամենասիրելի տոներից մեկն է, ես բավականին երկար սիրում եմ պատրաստում եմ ամանորին ու սիրում եմ, որ ամբողջ տանը լինեն ամանորյա դեկորներ, հյուրասենյակում, ննջասենյակում, միջանցքում, ամենտեղ սիրում եմ, որ լինեն ամանորյա դեկորներ, իսկ այդ ամենը ձեզ ցույց կտամ մնացած վլոգների ընթացքում։ Այս վլոգում կզարդարենք իմ ծնողների տան տոնածառը, կան լիքը ձևավորման աշխատանքները, որոնք որ այս վլոգի ընթացքում ցավոք սրտի ձեզ ցույց տալ չեմ կարող, որովհետև շատ դետալներ դեռևս չեն հասել, այսինքն պատվիրված են ու դեռ առաքման գործընթացի մեջ են, բայց այդ ամենը ձեզ կցուցադրեմ մնացած վլոգների ընթացքում։ Բայց եկեք հիմա պատրաստվենք միասին, որպեսզի գնանք զարդարենք տոնածառը ու խաղալիքները կախելու ընթացքում արդեն բոլորս էլ կպահենք մեր երազանքները։ Այնպես որ շնորհակալ եմ, որ դիտում եք իմ հոլովակները, ձեզ մաղթում եմ բարի դիտում։ Այստեղ ես ու ամուսինս արդեն պատրաստվել ենք ու դուրս ենք եկել տանից, որպեսզի ուղևորվենք ծնողներիս տուն ու մեզ հետ վերցրել ենք մի քանի դետալներ, որոնք որ մեզ հարկավոր էին լինելու ձևավորման աշխատանքները կատարելու համար։ Հասնելուն պես արդեն տեսնում ենք, որ մայրիկս այն ամեն ինչը, որ մեզ հարկավոր էր լինելու, արդեն առանձնացրել էր, որպեսզի մենք գնանք ու միանգամից արդեն զարդարենք տոնածառը, քանի որ բավականին ուշ էր ժամը ու այդ ամենը իրենից բավականին երկար ժամանակ էր պահանջում։ Այստեղ արդեն ըստ գույների տեսակավորում ենք բոլոր ճյուղերը, որպեսզի անցնենք արդեն տոնածառը հավաքելուն։ Բնականաբար ամենասկզբից նախ դնում ենք տոնածառի գագաթը, որպեսզի ըստ դրա շարունակենք արդեն ներքևի հատվածները։ Իսկ ամենավերջում, երբ որ բոլոր ճյուղերն արդեն դասավորված են, առանձնացնում ենք իրարից, որպեսզի ունենանք ավելի խիտ տեսք։ Արդեն լույսերը անցկացնելուց հետո սկսում ենք զարդարել տոնածառը։ Մեծ մասը զարդարեցինք ես ու ամուսինս, հետո մեզ միացան տան մնացած անդամները, բայց այդ ընթացքում մենք վերցրեցինք մեկական խաղալիք մեր ընտրությամբ եւ կախելու ընթացքում արդեն պահեցինք մեր երազանքը։ Սոնոստիկյոն հստակ չէ։ Ահա, մենք ստանում ենք, թող տնից դուրս գանք։
Քանի որ չեմ սիրում, որ տոնածառի ներքևի հատվածը լինում է դատարկ, գնել ենք հետաքրքիր ցանկապատներ ներքևի հատվածը գեղեցիկ ձևավորելու համար։ Իսկ արդեն ցանկապատի մեջտեղի հատվածը մտածված էինք ազատ թողել, որպեսզի հենց այդ հատվածում էլ դնեինք ձմեռ պապիկին։ Իսկ սա էլ արդեն վերջնական տեսքը։ Ետևի հատվածը ազատ չթողնելու համար արհեստական ձյան տեսք ենք հաղորդել սինթիպոնի օգնությամբ։ Իսկ այստեղ մայրիկիս մտահղացմամբ պատուհանագոգին գեղեցիկ ձևավորում ենք կատարել, մինչև մեր ամանորյա դեկորների մեծ մասը կհասնեն, որպեսզի այստեղ ավելի գեղեցիկ ձևավորում կատարենք։ Ի դեպ, մոռացել էի ձեզ ցույց տալ, որ այստեղ ունենք երկու միանման բարձի համար նախատեսված երեսները, որը մայրիկս էր գնել։ Հիմա սրանց մեջ կանցկացնեմ արդեն միջուկները, որպեսզի տեղադրենք բազկաթոռի վրա։ Եվ վերջ, սա էլ արդեն մեր տոնածառի վերջնական տեսքը։ Իսկ մնացած ձևավորման ընթացքները կարող եք տեսնել իմ մյուս հոլովակների ընթացքում։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ, բոլորիդ մաղթում եմ ուրախ ամանոր։